Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 26-ն է։ 5 տարի առաջ այսօրը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Հայաստանի միակ խաղաղ օրը, որից հետո սկսվեց պատերազմը եւ որին հաջորդեցին այն հսկայական կորուստները մարդկային, տարածքային, բարոյական, հոգեբանական, քաղաքական, որոնք հետևանք դարձան այդ պատերազմի։ Այսօր ժամը 12-ից Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը, որը նախաձեռնել է նաև վարչապետին անվստահություն հայտնելու պաշտոնական գործընթաց, այդ թեմայով Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել է խորհրդարանական լսումներ։ Խորհրդարանական լսումներին հրավիրված են ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորներ, այլև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք ամենայն հավանականությամբ այսօր կմասնակցեն այս լսումներին եւ հանդես կգան ելույթներով կարտահայտեն իրենց դիրքորոշումը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի, այն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ հնարավոր եւ նաեւ սահմանադրական օրինական մեխանիզմի վերաբերյալ։ Ճիշտ այդ պահին, այսինքն այսօր ժամը 12:00-ից Ազգային ժողովի բակում, որտեղ որ ես հիմա գտնվում եմ, դա Բաղրամյան պողոտան է, Ազգային ժողովի դարպասների մոտ հրավիրված է հանրահավաք։ Հանրահավաքի ծանուցումը տրված է իմ կողմից, որպես քաղաքացի, այն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Հանրահավաքում ելույթներ առանձնապես չեն հնչելու, դրա փոխարեն մեր գործընկերների եւ աջակիցների շնորհիվ հիմա այս հատվածում հավաքվում է, ինչպես տեսնում եք, LED էկրան, ապահովի նաեւ բարձր ձայնային համակարգ, ինչը հնարավորություն կտա Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիներին ուղիղ եթերով հետևել խորհրդարանական լսումների աշխատանքներին, այսինքն այն ելույթները, որոնք ըստ էության պետք է հնչեին հանրահավաքում, նրանք կհնչեն Ազգային ժողովի նիստերի դահլիճում, իսկ մարդիկ կհավաքվեն եւ կլսեն այստեղ այդ հնարավորությունը տեխնիկապես լուծված է։ Ես նույնպես հրավիրված եմ խորհրդարանական լսումներին եւ ժամը 12-ին կլինեմ արդեն Ազգային ժողովի նիստերի դահլիճում, իսկ այն պահին, երբ որ ինձ հնարավորություն կձեռվի ելույթ ունենալ, ելույթի ավարտից հետո ես կմիանամ այստեղ հավաքվող մարդկանց։ Կոչ եմ անում բոլորին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր նրանք, ովքեր ուզում են իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, պետք է իմանան, որ դրա ընդամենը մեկ ձև գոյություն ունի։ Դա վարչապետին անվստահություն հայտնելն է, դա պատգամավորների պատասխանատվության եւ պարտավորության հարցն է։ Մեր խնդիրը որպես քաղաքացիների նրանց աջակցություն ցուցաբերելն է։ Աջակցությունը կարող է դրսևորվել միայն այստեղ հավաքվելու միջոցով։ Հավաքվը կրելու է բացառապես խաղաղ բնույթ, մենք որևէ այլ հատուկ գործողություն, որևէ ապօրինություն չենք նախատեսում, չենք խրախուսում, անգամ արգելում ենք որպես կազմակերպիչներ։ Մեզ պետք է միայն մեկ բան՝ մարդկանց ֆիզիկական ներկայություն, որը տեսանելի կլինի բոլորի համար, այդ թվում փոքրիկ հանցախմբի, այդ թվում ադրբեջանա-թուրքական ողջ համակարգի եւ ռեժիմի համար, որ հայ ժողովուրդը դեմ է իր պետության կործանմանը, հայ ժողովուրդը կողմ է իր իրավունքների պաշտպանությանը։ Կոչ եմ անում բոլորիդ ժամը 12:00-ից սկսած հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ Բաղրամյան պողոտայում արտոնված հավաքին մասնակցելու եւ այստեղից այս LED էկրանի միջոցով խորհրդարանական լսումների աշխատանքին հետևելու համար։ Շնորհակալություն, մինչ հանդիպում, սպասում եմ բոլորիդ Բաղրամյան 19 հասցեում Երևան քաղաքի կենտրոն Ազգային ժողովի մուտքի մոտ։ Ստեսություն ձեզ։